Գյումրեցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը Թալիշի մարտական դիրքերում, որտեղ ապրիլի 2-ին հակառակորդի տանկի զարկից զոհվել էր 2 հայ զինծառայող, կատարելով իրեն վստահված առաջադրանքը մտքում վրեժխնդրություն ուներ ոչնչացնել ադրբեջանական տանկերը։ Հատուկ ջոկատի հակատանկային հաշվարկի կազմում Թալիշի մարտական դիրքերում Շուլի Հակոբյանը որոշում է հրաձգությունն անձամբ վարել։ Ոչ այնքան հարմար դիրքում ավագ սերժանտը փորձում է խոցել հակառակորդի տանկը։ Առաջին հարվածը նպատակին չի ծառայում։ Կյանքում առաջին անգամ մարտական հրաձգություն կատարող գյումրեցին այնուհետ խրամաթից դուրս 30 րոպեում ոչնչացնում է հակառակորդի 3 մարտական տանկ։ Մարտի դաշտում երկրորդ գրակոծով Շուլին խոցում է նաև այն տանկը, որի զարկից հայ զինվորներ էին զոհվել։ Այսպես կրակոցի նման փոխվեց նաև կյանքը, կյանքի նկատմամբ աշխարհայացքն ու ամեն ինչ։ Հերոսները մարտի դաշտից վերադարձան արդեն բոլորովին այլ մարդ դարձած։ Մարտական գործողությունները ոչ միայն սովորեցրեց կյանքին նայել ուրիշ աչքով, նաև ստիպեց կյանքը հասկանալ վայրկյան առ վայրկյան, հասկանալ ամեն մանրունք եւ ընդհանրապես կյանքին նայել լրիվ այլ աչքերով։ Ծառայությունից հետո վերադառնալ քաղաքացիական կյանքին անչափ դժվար էր, առավել ևս, երբ ծառայության վերջին հատվածը կյանքի եւ մահու կռիվ էր մարտի դաշտում։ Թե հարազատների շնորհիվ, թե ընտանիքի անդամների, թե ընկերների, իմ հարազատներն էլ, իմ ընտանիքի անդամներն էլ հասկանում որ փորձում էին էլի ամեն ձևով օրը դարձնել հետաքրքիր, ընդհանրապես աջակցել, հա, կողից թեկուզ ստիպել, որ այդ ամեն ինչը մի քիչ փոխվի մեջ։ Մոռանալ գլխով անցածը, ջնջել հիշողությունները, ցավոք մարդկային ուղեղն իզորու չէ։ Զորացրումից 2 ամիս անց Շուլին վերադարձավ ուսանողական կյանք, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Մոտ 4 ամիս սովորելուց հետո պաշտպանության նախարարից աշխատանքի առաջարկ ստացավ։ Միայն թե ծառայությունից վերադառնալու օրը Շուլին հայտարարել էր, որ չի պատրաստվում զինվորական գործը շարունակել։ Դուք նոր ճիշտ հիշեցիք, ես զորացրվելու օր ասեցի չեմ շարունակում ծառայությունը, զինվորական կյանքը, բայց ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ հիմա էլ ես շարունակում ծառայությունս հայրենիքին։ Այսօր էլ մարտական ընկերների հրամանատարական կազմի հետ կապը պահպանում է։ Երբեմն հանդիպում են, հաճախ հեռախոսով զրուցում, հեռավորությունը զուտ տարածքային է։ Միանշանակ կապը պահում ենք։ Մեր ընկերներից շատերը էլի շարունակում են իրենց ուսումը, որպես ուսանող։ Մանուկյան Գևորգը ոչ միայն ընկեր է, ոչ միայն ուսանողական ընկեր է, այլ նաև գործընկեր է դարձել։ Որովհետև պահում ենք ծառայողների հետ ենք պահում կապը, ովքեր հիմա դեռ ծառայության մեջ են, հրամանատարների հետ ենք պահում կապը։ Այնտեղ ունեմ ընկեր, հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը, մայոր Բաղդասարյանը, Ռոման, իր երկրորդ անունը։ Ինքիմ ավագ ընկերն է, ինքիմ մարտական ընկերն է, չնայած իր անունի, իր պաշտոնի, իր կոչումի, ինք իր հետ կողքի կռվել ենք մարտի դաշտում։ Ու չգիտեմ, օրինակ հենց կոնկրետ իրան եմ առանձնացնում, որովհետև ինքիմ համար ուրիշ մարդ է էլի, նույնիսկ ես էլ իր համար, պես խոսենք իրենից, որպես հրամանատար, որպես մարտական ընկեր, որպես ավագ ընկեր, նրան ենք շուտ կապ պահպանում։ Գործած սխրանքի ստացած պարգևների կողքին Շուլիին ամենուր ուղեկցում է նաև հասարակության սերը։ Խոստովանում է, առավել շատ իրեն ճանաչում եւ սիրում են հարազատ քաղաքում։ Ամենահետաքրքիր պատմություններն էլ ծնվել են հենց Գյումրիում։ Ամենահետաքրքիր հանդիպումները լինում են հարազատ քաղաքում, մեր հայրաքաղաք Գյումրիում, որ փողոցում կտեսնին մեկը մյուսին տանկ զարգողն է, Թալիշի տանկ զարգողն է։ Հայրենիքի պաշտպանությանն իրեն նվիրած գյումրեցին ապագայի որոշ պլաններ ունի, նպատակներ, որոնց դեռ հասնելու է իր նվիրական աշխատանքի շնորհիվ։ Մարիամ Խալաթյան, Կարապետ Առաքելյան, Օրագիծ։